Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը վերջին շաբաթներին վերածվել է լայնածավալ ռազմական բախումների։ Իսրայելը և Միացյալ Նահանգները մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական և ռազմավարական կարևոր օբյեկտների։ Թիրախների թվում են եղել ռազմական բազաներ, ենթակառուցվածքներ և այնպիսի տարածքներ, որոնք ըստ կողմերի կապված են Իրանի ռազմական ծրագրերի հետ։ Իրանը իր հերթին պատասխանել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով։ Իրանական զինված ուժերը մի քանի անգամ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաները նույնպես հայտնվել են լարված իրավիճակում։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր ռմբակոծությունների հետևանքով իրանական կողմում ոչնչացվել է ավելի քան 54,500 բնակարան։ Տվյալները հրապարակել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։ Իրանի ներսում անվտանգության միջոցառումները խստացվել են։ Իրանական իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություն փոխանցելու մեջ։ Միջազգային փորձագետների գնահատմամբ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն։ Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, հակամարտությունը կարող է ներքաշել նաև տարածաշրջանի այլ պետությունների։ Օմանը և Եգիպտոսը, որ պատերազմից առաջ միջնորդ են եղել ԱՄՆ-Իրան բանակցություններում, բազմիցս փորձել են հաղորդակցության ուղի բացել, միայն թե Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու դաշնակիցների փորձերը։ Նա այժմ հետաքրքրված չէ դրանով, և մենք մտադիր ենք շարունակել առաքելությունը ներկայիս տեմպերով։ Այդ օրը կարող է գալ, բայց ոչ հիմա, ասել է ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը։ Ավելին, Դոնալդ Թրամփը շարունակում է կոշտ հայտարարություններ անել Իրանի հասցեին։ Նա հայտարարել է, որ ամերիկյան և իսրայելական հարվածները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական կարողությունները։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը գրեթե պատրաստ է հանձնվել, ընդգծելով, որ իրականացված ռազմական գործողությունները մեծ ճնշում են գործադրում Թեհրանի վրա։ Բավական կոշտ է եղել նաև Իրանի արձագանքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել դիմադրությունը և պատրաստ է երկարատև հակամարտության։ Նրա խոսքերով, Իրանը չի խնդրել հրադադար և կշարունակի պատասխան հարվածները, եթե ռազմական գործողությունները շարունակվեն։ Իրանական կողմը պնդում է, որ երկրի պաշտպանական ուժերը պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը։ Միևնույն ժամանակ Արաղչին X-ի իր էջում Իսրայելին մեղադրել է էկոցիդ իրականացնելու մեջ։ Իսրայելի կողմից Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է և համարվում է էկոցիդ, նշել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով բնակիչների համար առաջանում է առողջության համար երկարաժամկետ վնաս, իսկ հողի և գրունտային ջրերի աղտոտումը կարող է հետևանքներ ունենալ, որոնք զգացնել կտան մի քանի սերունդների համար։ Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար, գրել է Արաղչին։ Արևիկ Սարդարյան, Արմալուշ։